ցանկացած բան, որը դու ես ստեղծում, եթե ինքը լավ մարքեթինգ արվի, աշխատելու է։ Բայց այդտեղ մի հատ շատ կարևոր պահ կա։ Շատերը կան, չէ, որ իրենց գաղափարները չեն բարձրացնում, որովհետև մտածում են, որ կարան ուրիշները գողանան, բայց ամենակարևոր կտորը այդ գաղափարները իրագործելն է լինում, որը ոչ բոլորի մոտ է ստացվում։ Արդյոք, եթե այդ գաղափարը ունենան, արդյոք այդ իրագործելը այդքան հեշտ է լինելու։ Եթե ինչ-որ բան անելու համար փնտրում ես մոտիվացիա, ուրեմն դու դա սիրով չես անում։ Ոնց հասկանալ, լավ գիրք ես կարդում, թե վատ գիրք ես կարդում։ Ինչ-որ մեկի ասածը դա բացարձակ ճշմարտություն չի։ Նույնիսկ եթե գրքում է գրված։ Նույնիսկ եթե գրքում է գրված, կարծում եմ շատ կարդալը օգնում է, որպեսզի մենք շատ վերլուծենք։ Շատ դեպքերում թվում է թե շատ աշխատանքը կամ դժվարությունը ինքը տհաճ բան է, բայց երբ որ սիրում ես, փոխվում է լրիվ դրա անցալումը։ Երբեք չեմ ստեղծում հերոս իմ գրքում, որի նման մարդ ես չեմ ճանաչում իրականում։ Ժարը ոդքասթ է կրթության մասին։ Այստեղ մենք խոսում ենք կրթական հաստատություններից, ոլորտի խնդիրներից, կարծրատիպերից ու հնարավորություններից։ Մեր հյուրերը ամենատարբեր մարդիկ են՝ գործարարներից մինչև արվեստագետներ ու գիտնականներ, կրթության փորձագետներից մինչև ուսանողներ ու աշակերտներ։ Եթե դուք նույնպես կարևորում եք կրթությանն առնչվող ցանկացած քննարկում, մեզ աջակցել կարող եք Patreon-ում կամ Re-Armenia հարթակում բաժանորդագրության միջոցով։ Հղումները կգտնեք նկարագրության բաժնում։ Ողջույն բոլորին, ես Անգել Նինան եմ, կրթական ոլորտի էնտուզիաստ եւ Նժար ոդքասթի հիմնադիրն ու հաղորդավարը։ Այսօրվա մեր նժային սցենարագրությունն է։ Բլոգեր, սցենարիստ եւ ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի հետ խոսել ենք սցենարագրության եւ գիրք գրելու նրբությունների մասին։ Մինչ մենք կսկսենք ոդքասթը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որ առաջինն իմանաք մեր նոր էպիզոդների մասին։ Իսկ տարածքի եւ տեխնիկայի տրամադրման համար շնորհակալ ենք TCF Armenia ընկերությանը։ Նժարը ոդքասթը կրթության մասին։ Եկեք սկսենք ձեր մասնագիտական զբաղվածությունից։ Վերջերս հիշում եմ, որ պանելային քննարկման ժամանակ դուք նշեցիք, որ ձեր սիրած գործով եք զբաղվում ու հետաքրքիր է ոնց եք եկել դրան, ոնց որ երբեմն ճոխություն է թվում սիրած գործով զբաղվելը, որովհետև շատ հաճախ դժվար է համատեղել ֆինանսականը վայելելու հետ ու նաև շատ դժվար է գտնել այն ինչ որ իրականում սիրում ես։ Դրա համար ես ուզում եմ մի քիչ կիսվեք, թե ոնց եք գտել ու ոնց եք կարողացել ձեր սիրած գործը դարձնել ձեզ հիմնական աշխատանք, որը նաև ձեզ ֆինանսապես կայունություն է տալիս։ Սիրած գործով զբաղվելը շատ դժվար ճանապարհ է։ Մինչև սիրած գործով զբաղվելու կետին հասնելը ինչ-որ բաներ է պետք անել, հիմնականում չի լինում միանգամից դրանով զբաղվել, եթե իհարկե այլ ինչ-որ հնարավորություններ չկան։ Իսկ թե ոնց գալ սիրած գործին, այո, առաջի հարցը այդ առաջի ճանապարհը քայլը է դա, որ թե ոնց կարողանաս հասկանալ որն է քո սիրած գործը։ Ու ես օրինակ կարծում եմ լավագույն տարբերակը լիքը բաներ փորձելն է ու հասկանալ դրանցից որն է ամենասիրելին։ Ես ամեն դեպքում այդպես եմ արել։ Ես շատ բաներ եմ փորձել, որոնցից ընդհանրապես մի 2-3-ն է մնացել, բայց ընդհանուր կարող մի 30 բան փորձած դինեմ։ Ու կարծում դա ճանապարհներից մեկն է, կամ եթե շատ ավելի ասենց գաղափարախոսական ասենք, ինքնաճանաչողության մասին է, պետք է ինքդ քեզ ճանաչես, հասկանաս ինչից ես դու հաճելի էմոցիաներ ստանում ու արդեն ընտրելով այդ ոլորտին մոտիկ որևէ մասնագիտություն կամ միգուցե այդ էմոցիաները մտածելով թե ոնց կարելի է վերածել կամ ոնց կարելի է մոնետիզացնել, վերածել նրան, որ ինքը ֆինանս բերի, սա արդեն կարա դառնա քո մշտական զբաղմունքը աշխատանքի շուկայում ու մենք շատ հաճախ հենց աշխարհում էլ օրինակներ գիտենք, երբ որ էմոցիա են սկսել վաճառել, ոչ թե պրոդուկտ։ Իսկ ձեր անձնական պատմությունը ոնց է եղել, ոնց եք դուք եկել հասել այդ կետին, միգուցե ինչ դժվարություններ են եղել այդ շրջանում, միգուցե ինչ որ բաներ են եղել, որ մտածել եք, այ սա իմը, հետո հասկացել եք, չէ, կամ այն ամեն ինչ որ հասկացել եք, որ չէ, ոնց եք հասկացել, որ չէ։ Քանի որ միանշանակ չէ, հարցի պատասխանը չեմ կարող միանշանակ պատասխան տամ, այդ պատճառով երևի ընդհանուր ավելի ասեմ, որ պետք է ունենաս քո կյանքում մարդիկ, կարծում եմ ընկերներ, հարազատներ, որոնք խելացի են, որոնք կրթված են, որոնք կարան քեզ ճիշտ խորհուրդներ տան։ Մենք հաճախ տեսնում ենք օրինակ հենց content making-ի շրջանում ինչքան մարդ է անում մի բան, որ դու միանգամից հասկանում ես, որ դա իր մոտ լավ չի ստացվում, բայց ինքը շարունակում է անել։ Հետևաբար ես կարծում եմ տենց մարդիկ չկան այդ մարդկանց կյանքում, որոնց կարծիքը կարա մեծ կարևորություն ունենա ու արդյունքում մենք ունենում ենք ոչ որակյալ կոնտենտ։ Սա օրինակներից մեկն է, բայց
իմ դեպքում եղել է եւ ես ինքս եմ հասկացել, որ սա իմ մոտ լավ չի ստացվում, բայց ես սիրում եմ։ Օրինակ երգել է, ես շատ եմ սիրում երգել, ես միշտ ուզել եմ կարողանալ երգել, բայց ինչ-որ պայից ու փորձել եմ։ Ինչ-որ պայից հասկացա, որ ուշացել եմ, այսինքն փոքրուց միգուցե պետք էր գնալ վոկալի եւ այլն, եւ ես հասկացա, որ դա իմ մոտ չի ստացվում, բայց ես շարունակում եմ սիրել երգել։ Կարայի աչք փակեի նրա վրա, որ իմ մոտ չի ստացվում, շարունակեի դա անել, ասելով, որ ինչքան ուզում եք ինձ վատ կոմենտներ գրեք, մեկ այս իմ արածն անելու եմ, սենց շուտ դիրքորոշումներ կան ցավոք հիմա։ Դա օրինակներից մեկն է, կամ օրինակ ես շատ եմ սիրել մաթեմատիկա ու միշտ սիրում, միշտ մինչև հիմա սիրում եմ, ամեն օր սիրում եմ մաթեմատիկա ու դրանից ելնելով գնացի ընդունվեցի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, որտեղ ծրագրավորում են անցնում, ես ենթադրում եի, որ եթե մաթեմատիկա սիրում ես, ծրագրավորում էլ կսիրես, բայց պարզվեց դա տենց չի, ու ես հասկացա, որ կոդ գրել չեմ սիրում, բայց շարունակում եմ սիրել մաթեմատիկա, այդտեղ հասկացա, որ օրինակ ծրագրավորումն էլի մեջ չի, հետո կամաց մտա սցենարական գործի մեջ, տեսա, որ ինձ դուր է գալիս սցենարը, բայց ինչ-որ մի բան պակասում էր, մտածի, պետք է ուրեմն գիր գրել, այսինքն ինչ-որ քայլերի միջոցով գալի հասնում ես ինչ-որ կետի ու հիմա այնպես չի, որ հիմա գիրք եմ գրում, ասում եմ, «Վсё, սա է հիմա», կարող է այս գիրք գրելու գործընթացն էլ բերի ինչ-որ մի հատ ուրիշ շրջանի, որը ես չեմ բացառում ընդհանրապես։ Քանի որ գիրք գրելուց խոսեցիք, կուզեմ այդ թեմային էլ մի քիչ անդրադառնանք, գիրք գրելու հետ կապված ինչ-որ կարծրատիպեր կան, հա, որ օրինակ նույն ֆինանսական ինքը չի կարող ապահովել, արդյոք այդպես է թե չէ, որպես ամենաշատ վաճառված չէ, կարծեմ հեղինակ, այս տարի ու նաև դուք տարվա գրող ճանաչվեցիք, չէ։ Այ ձեր տեսանկյունից ո՞նց է, արդյոք իր ֆինանսականը իրան փակում է, թե ինքը ուղղակի հոբի է, որի մեջ դուք ներդնում եք, որովհետև ձեզ դուր է գալիս, ու երևի իրան սենց կից հարց, թե ոնց անել, որ եթե ինքը հոբի է, ամեն դեպքում դրա որակը իրենից չտուժի, այսինքն եթե դուք մի քանի, լավ չասեմ հոբի, ասեմ եթե մի քանի զբաղվածություն ունեք, դրանից որակը չտուժի գրքի, բայց դրան զուգահեռ դուք ունենաք ձեր ֆինանսական կայունությունը։ Իրականում սենց մի հատ ճշմարտություն կա, մարքեթինգը միշտ հաղթում է։ Ցանկացած զբաղմունք, ցանկացած հոբի, ցանկացած բան, որը դու ես ստեղծում, դա կլինի նյութական թե ոչ, եթե ինքը լավ մարքեթինգ արվի, աշխատելու է, բայց այդտեղ մի հատ շատ կարևոր պահ կա։ Եթե քո ստեղծած պրոդուկտը, ծառայությունը, գործը, եթե լավը չի, որակապես, ինքը աշխատելու է միայն առաջին փուլում, այսինքն եթե ինձ շատ հաճախ օրինակ ասում են, իմ առաջին գիրքը դարձավ բեսթսելեր, որովհետև ես ունեի լսարան ու շատ արագ կարողացա դա վաճառել։ Իմ երկրորդ գիրքը, որը գերազանցեց առաջինին, երբեք չէր գերազանցի, եթե առաջինը չհանվանեին, որովհետև ինչքան ուզում ես մեկին սիրի, ինչքան ուզում ես մեկի հետևորդ եղի, եթե ինքը քեզ վատ բան վաճառում, դու երկրորդ անգամ չես գնի դա։ Հələ երեխաների դեպքում, եթե ասենք մանկական ինչ-որ բաներ են սպառում, դա հասկանալի է, բայց երբ որ դու հասուն ես պատանի երիտասարդ մեծահասակներ, որոնք կարդում են գրքերը ու տեսնում են, որ այս գիրքը իրենց դուր եկավ, իրենք եւս մեկ անգամ գումար են տալիս երկրորդի համար։ Ու սա մյուս դեպքերում էլ է, երբ որ դու որակյալ բան ես ստեղծում, իր արած մարքեթինգը հաղթում է եւ դա շարունակում է լինել տրենդային, եթե ինքը որակյալ է։ Եթե չէ, առաջինը կարա շատ լավ գնա ու հետո ամեն ինչ անցնի։ Դրա համար շատ կարեւոր է ուղղակի լավ բան ստեղծել, այսինքն վստահ լինել, որ իրոք պրոդուկտը ստեղծածը ինչ որ արժեք ունի ու մեկ էլ մտածել լավ մարքեթինգի մասին, թե ոնց կարելի է դա հասցնել լսարանին։ Պարտադիր չի ունենալ լսարան, կարաս նենց բաներ մտածես, որ մի քանի օրում ամբողջ Հայաստան դրա մասին իմանա, հատկապես փոքր երկրներում դա շատ հեշտ է անել, որ ինչ որ բանի մասին բոլորը իմանան։ Ուղղակի դա պետք է ոչ թե անել էժան ձևով, էժան միայն ֆինանսի մասին չեմ խոսում, պետք է մտածել հետաքրքիր բան, որովհետև միշտ գաղափարն է հաղթում։ Իմ գրքի դեպքում էլ ինչի նաև մեծ հաջողություն ունեցա, որովհետև ինքը ժանրային օրիգինալ էր։ Այդ ժանրը մենք չունենք հայկական գրականության մեջ ու շատ սպասված էր, մարդիկ ուզում էին այդ ժանրում կարդալ հայ հերոսներով ինչ որ վեպ, ինչ որ պատմություն եւ սա էլ պատճառ դարձավ։ Հետևաբար, եթե ես գրեի ինչ որ
սիրային վեբ կամ հայրենասիրական, որից մենք լիքը ունենք, ես չեմ կարծում, որ ինքը նույն հաջողությունը կունենար, անկախ նրանից ես ունեմ լսարան թե չէ։ Իսկ եթե խոսենք մարքեթինգի այլ գործիքների մասին, որ դուք կիրառել եք կամ որոնք խորհուրդ կտաք, միգուցե մարդկանց, ովքեր մտածում են, չգիտեմ, ովքեր գրող են այս բանին ու մտածում են իրենց գիրքը հրատարակելու մասին, կամ երիտասարդ են, ուղղակի երազում են ինչ-որ պահի գրող դառնալու մասին։ Դա առաջին բանը ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրել բոլոր այն ժանրերը, որոնք չկան հայկական գրականության մեջ, կամ ուսումնասիրել են ժանրերը, որոնք կան, որովհետև դա ավելի քիչ է։ Մենք 2-3 ժանր ունենք, մնացածը չունենք ֆենտեզի, որպես այդպեսին մի երկու օրինակ մեր Համլետն Առաքելյան ֆենտեզի գրել, որը շատ իմ համար ողջունելի է, որ այլ ժանր է լրիվ։ Ես էլ եմ վերջերս կարդում Համլետի գիրքը ու ես էլ sense շատ հիասացա։ Ես չեմ կարդացել, ես մենակ գիտեմ, որ ժանրով ինքը ֆենտեզի է, շատ ուրախ եմ, որ այդ ժանրում բան է գրվում, բայց ընդհանուր առմամբ մենք ֆենտեզի չունենք, մենք դետեկտիվ չունենք, մենք սարսափ չունենք, թրիլեր չունենք, մենք բան չունենք, կոմեդիա, որը ամենադժվար ժանրերից է իրականում, ու էլի հոգեբանական թրիլեր, գիտաֆանտաստիկ, սս բաներ չունենք, որը բաց է դաշտ, այսինքն կարծում եմ կարելի է օգտվել այդ ժանրերից ու փորձել այդտեղ օրիգինալ բան անել, ու մեկ էլ պետք է մտածել օրիգինալ գաղափար, այսինքն ես չեմ կարող հիմա օրիգինալ գաղափար մտածեմ ու խորհուրդ տամ, կամ մտածեմ չեմ էլ տա կպայեմ ինձ իրականում, որովհետև գաղափարը շատ թանկ բան է։ Բայց օրինակ ասեմ մի բան, որը ես արեցի եւ շատ շնորհակալ եմ ինքս ինձ, որ ես այդ միտքը ունեցա ու կարողացա անել, դա իմ գրքի կերպարներին արհեստական բանականությամբ արտաքնապես մարդկանց տալն էր, որ եթե դուք ուզում եք տեսնել, թե ես ոնց եմ իրենց պատկերացրել, դուք ունեք այդ հնարավորությունը։ Ու սա շատ լավ աշխատեց։ Այն մարդիկ, որոնք ուզում են իրենք պատկերացնեն, ուղղակի կարդում են գիրքը, այն մարդիկ, ովքեր ուզում են կարդան այնպես, ինչպես ես եմ պատկերացրել, նայում են նկարներ ու ինձ միշտ ֆիդբեք է գալիս, որ շատ պատկերավոր էր, դա օգնեց իրանց, որ ոնց որ գիրքը ֆիլմի պես նայեն։ Օրինակ ես միտքը ուղղակի եկել է իմ մոտ։ Ես նույնիսկ աշխարհում ուսումնասիրեցի, որպես այդպեսին նման փորձ չի եղել, որ կերպարներին արհեստական բանականությամբ ստեղծեն կերպարների արտաքին տեսքը։ Ու ես հասկացա, որ շատ օրիգինալ բան եմ մտածել, որը շատ աշխատեց։ Քանի որ գաղափարներից խոսեցիք, մի քիչ կուզենամ այդ թեմայի մասին էլ քննարկում ունենանք։ Օրինակ շատերը կան, չէ, որ իրենց գաղափարները չեն բարձրացնում, կապ չունի կլինի ստեղծագործական, կլինի օրինակ ստարտափ բիզնես իդեաներ, մարդիկ չեն բարձրացնում հենց այն պատճառով, որովհետև մտածում են, որ կարան ուրիշները գողանան, բայց ես վերջերս ինչ եմ հասկացել, որ իրականում շատ գաղափարներ զուգահեռաբար լիքը մարդկանց մոտ լինում են, կամ լիքը մարդիկ գուցե ինչ որ տեղից լսում են կամ, չգիտեմ, research են անում, հա, ինտերնետով տեսնում են այդ գաղափարները, բայց ամենակարևոր կտորը այդ գաղափարները իրագործելն է լինում, որը ոչ բոլորի մոտ է ստացվում, որտեղ ոչ բոլորն են ունենում այդ դիսցիպլինան, այդ կազմակերպվածությունը, այդ աշխատասիրությունը, այդ նվիրվածությունը շարունակական որևէ բան անելու, ու ինձ թվում է այդտեղ ոնց որ գաղափարը իհարկե իր դերը ունի, բայց շատ հաճախ ոնց որ գերագնահատվում է հատկապես հայկական իրականության մեջ գաղափարի դերը։ Մի քիչ կուզենամ այդ մասով նաև ձեր կարծիքը ասեք, թե ըստ ձեզ որն է գաղափարի արժեքը միգուցե հատկապես ստեղծագործական օրինակ աշխատանքներում։ Ես սենց ասեմ, եթե ես ունեմ գաղափար, որը ուզում եմ ես իրականացնել, ես դա չեմ ասի երբեք։ Բայց եթե ես ունեմ գաղափար, որը իմ ոլորտից չի կամ իմ հետ չի առնչվում կամ իմ հետ առնչվում, բայց ես չեմ իրականացնի, ես անպայման դա խորհուրդ եմ տալիս ուրիշին, որովհետև ես ուզում եմ, որ այդ գաղափարը իրագործվի։ Գաղափարի արժեքը բարձրանում է այնտեղ, երբ որ հասկանում ես, որ դա դու ես ուզում անել, այսինքն ինքը դրանով դառնում է քո համար արժեքավոր։ Ու շատ ընկերներ ունեմ տարբեր ոլորտներից կամ ընկերներ, որոնք անում են նույն բանը ինչ ես, օրինակ ինֆլուենսեր ընկերներ, որոնք գովազդ են անում եւ իրանք ունեն մի հատ գովազդային շարք, որը ես երբեք չեմ կարող անեմ, ասենք, չգիտեմ, ինչ որ հենց իմ ընկեր բլոգեր մի հատ ունեմ Ամերիկայում ապրող պիցան երևի շատերը իրեն գիտեն, ինքը կնոջ կերպարով հետաքրքիր շարք ունի։ Ես երբեք չեմ կարող տենց շարք անեմ, եւ եթե իմ մոտ գաղափար առաջանա այդ կերպարով, նույնիսկ մենք voice-երով երբեմն շփվում ենք, ես էլ եմ իրան գաղափարներ տալիս։ Սա շատ օրինակ էր, որը հիշեցի։ Եթե ավելի մեծ գաղափարներից խոսենք, ես ծրագրավորող հորքուրի տղա, այսպես ասած,
հալալ հորքուրի տղա չի, բայց հորքուրի տղա է, ում ես գաղափարներ եմ տվել առանց ափսոսալու դրանք, որովհետեւ գիտեմ, որ ինքը դա կարա իրականացնի։ Բայց երբ որ ես ունեմ թրիլեր ժանրի մի հատ նենց գաղափար, որը այնա ինչի ես անում եմ, ես կուզեմ ես դա անեմ, ոչ թե մի հատ ուրիշ գրողի ասեմ, ինքը անի, ես չգիտեմ, սս նստեմ։ Ինձ հետաքրքիր է գիտեք, որ հատվածը, որ արդյոք եթե այդ գաղափարը ունենան, հա, արդյոք այդ իրագործելը այդքան հեշտ է լինելու։ Հավանաբար չէ։ Իհարկե չէ, ստեղ էլ ուրիշ հարց կա, որ միշտ հաղթում է սերը, որովհետև եթե սիրեն, եթե իրապես սիրում ես ինչ-որ բան, դա հիմնականում իրագործվում է ու նույնիսկ նենց, որը դու չէիր սպասի, որովհետև նենց սիրով ոնց ես եմ գրել գրքերս, ոչ մեկ չի պատկերացնի, ինչքան ցենց մեծ ներուժ եմ դրել այդ ամեն ինչի մեջ ու առանց ինչ-որ հիասթափվելու, առանց հոգնելու ամեն օր սիրով աշխատել եմ ու արդյունքը եղավ ավելին, քան ես սպասում էի։ Ու ցանկացած բանում ա տենց, եթե դու սիրով ես անում այդ ամեն ինչը, ինքը միշտ հաջողություն ա ունենում, թեկուզ ուշ ժամանակի մեջ, բայց այդ հաջողությունը գալիս է։ Այդպես ռոմանտիզացված չի ընդհանրապես էլի, երբ որ ասում են, եթե սիրով անես, ամեն ինչ լավ կլինի։ Այ դրա համար ուզում եմ ավելի խորանանք ու բացատրենք, թե ինչ նկատի ունենք դրանով, որ ինքը չհնչի որպես, չգիտեմ, նույն ռոմանտիզացված հա ինչ-որ արտահայտություն կամ քոդ գրքից, թե ինչա նշանակում սիրով ինչ-որ բան անել, այսինքն ոնց է հասկանում, որ սիրով ա նախ, ու երկրորդը, արդյոք որ նշեցիք, որ չեք հոգնել երբեք, արդյոք դա նշանակում է, որ ֆիզիկապես էլ չեք հոգնել կամ չեն եղել դեպքեր, որ ինչ-որ թեկուզ փոքր հուսահատություն են եղել, որոնք հետո հաղթահարվել են։ Չէ, հոգնել բնականաբար ֆիզիկապես նկատի չունեմ, դա տենց կենսաբանական ռեակցիա է, որը տեղի է ունենում կամ կենսաբանական դրսևորում է, դրա դեմ չեմ կարող ինչ-որ բան անենք։ Խոսքը ոլորտից, քո արածից հոգնելու մասին է, այսինքն ես մի հատ հրաշալի տենց միտք ունեմ իմ համար հորինած, ասում եմ, եթե ինչ-որ բան անելու համար փնտրում ես մոտիվացիա, ուրեմն դու դա սիրով չես անում, որովհետև ինձ համար լավագույն մոտիվացիան հենց սերն է, եթե դու ինչ-որ բան սիրով ես անում, այդ սերը բնականաբար քեզ դրթում է անել այդ բանը։ Եթե դու ինչ-որ բան ասում ես սիրում եմ, բայց ես դրա համար ինձ մուսա է պետք մոտիվացիա, պետք է ինչ-որ խնդիր կա հաստատ։ Ու կարծում եմ լավագույնս հասկանալու համար դա այն է, երբ որ ինչ-որ բան ստեղծելուց կամ անելուց դու լավ էմոցիաներ ես ստանում, հաճելի էմոցիաներ ես ստանում, աշխատելուց, եթե խոսում ենք կոնկրետ կարիերայից, որովհետև եթե դու պարկում ես գիշերը քնելու ու առավոտ ասում ես վղք առավոտ գործի եմ, այդ վղքը շատ կարևոր բաղաձայներից կազմված արտահայտություն է, որովհետև եթե դա չկա, ուղղակի դու ասում ես առավոտ աշխատանքի եմ ու դու գիտես որ արտանալու ես ու սիրով անես այդ ամեն ինչը նորից, ստեղ արդեն նշանակում որ դու հիմնականում հենց այն ես անում, ինչը սիրում ես։ Այսինքն վատ էմոցիաների մասին է, եթե դու վատ էմոցիաներ ես ստանում, եթե դու ինչ-որ բայց զզվանք ես զգում այն ամենի հանդեպ ինչը անում ես, ուրեմն ստեղ ինչ-որ խնդիր կա։ Իսկ արդյոք նույն այդ էմոցիաները, որոնք ստանում ես գիրքը գրելուց, իրենք ինչ-որ հենց իրենք չեն մոտիվացիան կամ այն արձագանքը, որ դու սպասում ես ստանալ, երբ որ գիրքը հրատարակվի։ Դու ասելով նկատի ունեմ ցանկացած մարդ, հա, երբ որ գիրքը կհրատարակվի ու լիքը մարդ կկարդա, կսիրի այդ գիրքը, հա, արդյոք եթե օրինակ ոչ մեկ չի կարդալու, չի հրապարակվելու ու այդ դոֆամինը հետ չի գալու, արդյոք այդ դեպքում նույն հետաքրքրվածությունը, նույն ներգրավվածությունը մնում է թե չէ, ու արդյոք դա իր տեսակի մոտիվացիա չի։ Տեսեք, ես օրինակ կշարունակեի գիր գրել, եթե նույնիսկ ինքը մեծ ճանաչում չունենար, եթե դա նաև ինձ ֆինանսով մոտապես նույն ձև ապահոver ինչի մա, որովհետև այդտեղ շատ կարևոր բան կա, գրքի վրա մեծ ժամանակ է ծախսվում, եւ եթե դու ֆինանսապես չես կարողանում արդարացնել քո ծախսած ռեսուրսները, բնականաբար արդեն շահավետ չի, ոչ թե հավես չի։ Իհարկե կան մարդիկ, որոնք ուզում են անպայման գիր գրել ու ինքը ավելի ճիշտ կան մարդիկ, որոնք սիրում են գիր գրել միայն այն ժամանակ, երբ որ այդ գիրքը շատ լավ ճանաչում է ունենում, ստեղ ուրիշ խնդիր կա, սա մոտապես նույնն է, որ մարդիկ ուզում են մեծ լսարան ունենալ զուտ դրա համար, որ իրենց ճանաչեն, հայտնիությունն են սիրում, ոչ թե կոնտենտ ստեղծելու process-ը։
ու հետեւաբար ստեղ տենց շահերի բախում կա կարծում եմ ու ես զգում եմ, եթե շատ եմ սիրում գիրք գրել, եթե հանում ենք ֆինանսը մի կողմ, կապ չունի ինձ համար այդ գիրքը կդառնա հայտնի թե չէ։ Հատկապես Հայաստանում գիրքը այո պետք է դառնա հայտնի, որպեսզի դու առնվազն մինուս չգնաս, որովհետև այս ոլորտը ու շատ ոլորտներ մեր երկրում շահութաբեր չեն որպես այդպիսին։ Դրա համար եթե ֆինանսական մասը հանում ենք, այստեղ դոֆամին, ինչ ուրիշներից եթե դու դա ստանաս եւ այլն, այդ մի քիչ նույնիսկ կարող է տրավմատիկ խնդիր է, երբ որ դու սպասում ես ուրիշը քեզ գովի ու դու դրանից նոր սկսես սիրել այն ինչ անում ես։ Երբ է առաջացել միտքը գիրք գրելու, այսինքն փոքրուց դուք երազել եք գիրք գրելու մասին, թե ինչ որ պահի եք հասկացել ու երբ այնցած սկսել նաև պատրաստվել է գիրք գրելուն, չգիտեմ արդյոք տենց նախափուլ կա թե չէ, որ հմտությունը գիրք գրելու զարգացվում, ինչ որ վարժանքներ են արվում եւ այլն, ինչքան ավելի շուտ եք դուք դա սկսել։ Որպես այդպեսին չկան ինչ որ տեղեր, որ գնաս գիրք գրել սովորես։ Միգուցե միջազգային հարթակներում կան նման ուսումնական հաստատություններ, բայց հատկապես Հայաստանում ես գիտեմ, որ չկա։ Ավելի կօգնի այս հարցում միգուցե գնալ սցենարական դասերի, որը մեզ մոտ կա։ Ես ինքս հաճախել եմ սցենարական դասերի ու նաև 2 տարի աշխատել եմ սցենարիստ, իհարկե որպես հումորային սցենարիստ, բայց ստեղծագործելը, սցենար գրելը շատ օգնել հմտություններ ձեռք բերելու, կառուցվածք, սյուժե եւ այլն այս ամեն ինչը, բայց ավելի շատ ինչ այն ժանրում ինչում ստեղծագործում եմ, օգնել են այդ ժանրի գրքեր կարդալը եւ ֆիլմեր նայելը։ Ու ես կարծում եմ ընդհանրապես ստեղծագործող մարդու համար լավագույն բանն է, որ ինքը կարա իր հետ անի, դա շատ ֆիլմեր նայելն ու շատ գրքեր կարդալն ու տարբեր եւ ֆիլմերի դեպքում եւ գրքերի դասականից մինչեւ ժամանցային վատ գրքերից մինչեւ լավ գրքեր, օրինակ կան գրքեր, որոնք վատ համբավ ունեին, բայց ես կարդում էի, որպեսզի հասկանամ թե խի վատ համբավ ունեն։ Ռուսեն ասած այդ насмотренность-ն է ինձ թվում։ Հա, միգուցե օրինակ Պաուլո Կոելոյի ընդհանրապես Պաուլո Կոելոյին ինչ որ պահից այդ մարդը տենց վատ համբավ ձեռք բերեց, կամ չգիտեմ պրիմիտիվ գրողի ու իր ալքիմիկոսը, որ շատ տենց քննադատում էր, ես կարծում եմ հասկանալ խի է քննադատվում։ Ու ինչ որ բաներ սկսում ես հասկանալ, ինչ որ բաներ հատկապես երբ որ դու գրող ես, մտածում ես, ինքը հենց դրա համար է քննադատվել, ուրեմն գրելուց կարելի է հաշվի առնել ինչ որ բաներ է քեզ օգնում, որ դու չանես։ Եվ իհարկե կամ կարդում ես ինչ-որ գործ, հասկանում ես, որ իր թերագնահատումը գերագնահատված է, որ հասկացա։ Հա, ուղղակի է թերագնահատված, ինչը կարա էլի վատ մարքեթինգի հաշվին կամ ինչ-որ բանից ելնելով այդպիսի համբավ ձեռք բերի։ Ամեն դեպքում կարծում եմ լավագույն այդ երկու բանը որպես գրող եւ որպես սցենարիստ աճելու համար դա շատ գրքեր կարդալն ու շատ ֆիլմեր նայելն է։ Բայց սրանից զատ իհարկե բանասերներն են շատ կրած, այսպես ասած, այս ոլորտում գրականագետները ուղղակի ես մի հատ բան եմ նկատել, ովքեր բանասեր ու գրականագետ են, իրենք շատ ավելի հակում ունեն դասական բաներ ստեղծելու, իսկ ովքեր չէ, այլ ժանրերում, ավելի թրենդային ժանրում, դե չգիտեմ ճիշտ է հիմա լավ է թե չէ, երբ որ դասականը թրենդային չի, բայց դա հասկանում եմ ինչից է նաև, որովհետև դասական գրականությունը շատ բարդ է կարդալը։ Բնականաբար բարդ բաները շատ ոչ հաճախ են դառնում թրենդային, բայց տենց բան եմ նկատել ու համաշխարհային գրողների մեջ եմ նկատում, որ իրենք ոչ բանասեր են, ոչ գրականագետ, այն մարդիկ, ովքեր համաշխարհային բեսթսելերների հեղինակ են, Սթիվեն Քինգից սկսած ու տարբեր հեղինակներ, իսկ այն մարդիկ, ովքեր ավելի դասական գրականություն են ստեղծում, հիմնականում շատ հաճախ է պատահում, որ լինում են ինչ-որ գրականության ներկայացուցիչներ։ Կանանց ու մայրերի տոնին փոխարինեք ստանդարտ անակնկալները անթերիսի նվերքարտերով։ Նվիրելով անթերիս նվերքարտեր դու նվիրում ես հոգատարություն, սեր եւ խնամք։ Նվերքարտերով կարելի է օգտվել եւ իմ սիրուն դեմքի խնամքի փաթեթներից եւ ալեքսանդրիտային ու դիոդային մազահեռացման ծառայություններից։ Հնարավոր է ձեռք բերել 10-ից 200,000 դրամ արժողությամբ նվերքարտեր։ Նվերքարտը կարող ես գտնել Անթերիսի բոլոր մասնաճյուղերում։ Ձեռք բերելու համար կարող ես զանգահարել, գրել Անթերիս Clinics-ի էջերին կամ այցելել մասնաճյուղեր։ Նվերքարտերի առաքումը Երևանի տարածքում անվճար է։
Քանի որ ալքիմիկոսից խոսեցիք ու նշեցիք, որ հասկացել եք, թե ինչի համար է քննադատվել այդ գիրքը, կուզեմ մի քիչ նաև դրանից խոսենք, թե ինչ ինսայթներ, այսպես ասած, ունեք, ըստ ձեզ ինչի համար է այդքան քննադատվել գիրքը, ու որ այդ հարցից հենց սահուն անցում կատարենք նաև մյուս հարցին, որ մտքից գալիս է, ոնց տարբերել լավ գիրքը վատ գրքից։ Այսինքն, երբ որ դու սկսում ես կարդալ, ոնց հասկանալ լավ գիրք ես կարդում, թե վատ գիրք ես կարդում։ Ալքիմիկոսը իհարկե մի 8 տարի առաջ էր որ կարդացի, բայց ես հիշում եմ, թե ինչն էր պատճառը ըստ իս, որ այնտեղ շատ պարզ ճշմարտություններ կար գրած, հիմնականում նման այն ճշմարտություններին, որ հավատաք ես ու ամեն ինչ լավ կլինի բան։ Եթե չես ուզում տխրել, մի տխրիր, սենց կարելի ասել, բայց ամեն դեպքում այնպես էլ չի, որ ամեն ինչ սարսափելի վատ էր։ Այսինքն ուղղակի ինքը հեղինակը շատ պարզ ճշմարտություններ տալիս էր ու մարդիկ ասում էին դե սրա մասին գիտենք, շատ ակնհայտ բաներ ես դու ասում էլի, էս էր։ Բայց ամեն դեպքում այդ որ ասում ենք լավ գիրք, վատ գիրք, այդ շատ ինդիվիդուալ է ու հիմնականում մարդիկ սիրում են բարդ բաները անվանել լավ։ Տենց մի հատ բան կա եւ պարզ բաները համարել վատ։ Իհարկե շատ դեպքերում դա հենց տենց է աշխատում, բայց դա բացարձակ ճշմարտություն չի։ Հետևաբար, երբ որ ինչ-որ բան շատ բարդ է լինում, հատկապես գրքի դեպքում, ներքին զգացողություն առաջանում, թե սա շատ ուժեղ էր։ Դրա համար որպես այդպեսին չկա միանշանակ պատասխան, ու նաև ես ուզում եմ ասել, որ միանշանակ չի նաև դա, որ եթե բարդ է, ուրեմն լավն է, եւ եթե շատ պարզ է, ուրեմն վատն է։ Սա էլ միանշանակ չի։ Շատ ինդիվիդուալ է եւ մի գիրքը կարող մեկին այնքան բան տա, իսկ մյուսին ընդհանրապես ոչինչ չտա։ Դրա համար ես չեմ կարող որևէ կերպ տարբերակել, որն է լավ գիրք, որը վատ։ Ես կարող մի հատ բան ասեմ, որ եթե որևէ գիրք կապ չունի ինքը ինչ ժանրում է, նույնիսկ ամենասարսափ ժանրում, եթե ինքը չի տալիս մարդուն որևէ բան, որևէ միտք արժեքավոր թեկուզ, որևէ բան, որի շուրջ ինքը կմտածի, այս դեպքում ինքի համար գիրք չի, ուղղակի երկար շարադրությունը։ Իսկ ինչ պետքա տա գիրքը մարդուն։ Մտածելու տեղիք անպայման։ Ցանկացած գիրք պետքա մտածելու տեղիք տա։ Ոնց է չափվում այդ մտածելու տեղիքը։ Այսինքն նկատի ունեմ ոնց են հասկանում արդյոք մարդուն տվեց մտածելու տեղիք այդ գիրքը թե չէ։ Տեսեք, հենց ստեղ էլ օրինակ գալիս է գրքի սիրելու եւ չսիրվելու պահը, որովհետեւ կա մարդ ում կյանքում ինչ որ միտք կարա մեծ նշանակություն ունենա եւ ինքը դրա շուրջ սկսի մտածել, կա մարդ ում կյանքում չկա նման խնդիր ու ինքը այդ մտքի վրա ուղղակի անցնի ու վերջում ասի այս գիրքը ինձ ոչ տվեց, վատ գիրք էր։ Հետևաբար մարդու ապրած կյանքը եւ մարդու տրավմաները եւ մարդու խնդիրները եւ մարդու ուրախությունները կարան պատճառ դառնան, որ ինքը ցանկացած ֆիլմ կամ գիրք սիրի եւ մյուսը չսիրի։ Շատ կապված է անձի տեսակի հետ։ Դրա համար դա հենց չափվում է անձով, անձի փորձառությամբ, անձի կյանքի ձևով է։ Ու մեկին կարա Դոստոևսկիի գրածը այսպես շրջի, մյուսին ասի հետաքրքիր էր։ Պարզ մտքերի հետ կապված մի այսպիսի բան հիշեցի, որ շատ հաճախ մարդիկ սիրում են գրքեր կարդալ, որ այնտեղից quote-եր դուրս բերեն, այդ ոնց հայերեն թևավոր խոսքեր դուրս բերեն, այդ խոսքերը, չգիտեմ, ստատուսում գրեն, համացանցում կիսվեն դրանցով, ու շատ հաճախ ոնց որ մարդիկ գրքերի հետևից գնան հենց այդ թևավոր խոսքերի համար, ու նաև պարզ մտք, եթե կապեմ էլի այդ պարզ մտքերի հետ, շատ հաճախ այդ պարզ պնդումներն են մարդկանց գրավում, այսպես ասած։ Այսինքն այստեղ ինչ որ հետաքրքիր հակասություն է ստացվում, որ պարզ գրքերը մարդիկ կարծես թե չեն հավանում, բայց դրան զուգահեռ այն պարզ իրանց ծանոթ ձևակերպումները իրանց կպնում են։ Տեսեք, այնպես չի, որ դա վատ է, այնպես չի, որ մարդիկ գրքեր են կարդում թեավոր խոսքերի համար, այս փաստը վատ է, որովհետև հենց այդ թեավոր խոսքերը շատ հաճախ մտածելու տեղիք են տալիս։ Վատ կլինի, երբ որ իրանք դա անեն ուղղակի ցույց տալու համար։ Բայց եթե թեավոր խոսքերի հետևից են գնում մտածելով թեավոր խոսքերի ենթատեքստի մասին, իմաստի մասին, սա շատ լավ է։
Ինձ թվում է շատ հաճախ այդ խոսքերը ոնց որ նախ կոնտեքստից կտրվում են, այսինքն կարող է ամբողջ գիրքը, օրինակ ինչ որ արտահայտություններ հերքում, ու մարդիկ արդեն վերցրել են այս արտահայտությունը նախ, կամ երկրորդը, որ շատ հաճախ ոչ թե մարդիկ օրինակ մտածում են, ես իմ սուբյեկտիվ դիտարկումներից ելներով եմ ասում, ոչ թե մտածում են տվյալ մտքի մասին, այլ այդ միտքը սարքում են պատճառաբանություն, չգիտեմ, կամ սարքում են կյանքի բոլոր սիտուացիաների համար ինչ որ արդյացում բարձեմ բացատրում ինչ նկատի ունեմ թե չէ ոնց որ թե ես նկատի ունեք որ ինչ որ միտք են կարդում եւ այդ միտքով սկսում են ապրել հա մոտավորապես այսինքն համ այդ մտքով ապրում են համ եթե այդ միտքը գրված է այդ գրքում ուրեմն դա նշանակում է որ վերջ դրանով կարելի է բոլոր հարցերում բոլոր իրավիճակներում առաջնորդվել դե այստեղ կարծում եմ արդեն պետքա գիտակցությունը գործի դնել, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ինչ որ մեկի ասածը դա բացարձակ ճշմարտություն չի։ Նույնիսկ եթե գրքում է գրված, որովհետև ցանկացած մարդ կարա գրքում գրի եւ ամենամեծ հեղինակները դա չի նշանակում, իրենք բացարձակապես ճիշտ են եղել։ Մեր գիտակցությունը մեզ պետք է օգնի դրանք վերլուծել, որովհետև ոչ թե թեւավոր խոսքերին հավատալն է օգնում մեզ վերափոխվել, այլ թեւավոր խոսքերը վերլուծելու ունակությունը, որովհետև մենք ցանկացած միտք վերլուծում ենք եւ այդ վերլուծությունն է մեզ ինչ որ բան տալիս, ոչ թե ասենք, չգիտեմ, ինչ որ հեղինակի ասած ու մենք դա վերցնենք մեզ բացարձակ ճշմարտություն, այս նույնիսկ մի քիչ անինտելեկտուալ քայլ է, հա, չգիտեմ, աչքացի հայերեն ասեմ, ոչ խելամիտ քայլ չի, ոչ խելամիտ քայլ։ Իսկ ոնց կարելի է զարգացնել քննադատողական, վերլուծողական մտածելակերպը։ Քննադատողականը մի քիչ ես չեմ կարող ասեմ, այդ լրիվ ուրիշ բան է, քննադատողական, ավելի ինքնակննադատ վերլուծությունն եմ սիրում, բայց վերլուծողական բանը մտածողությունը զարգացնելու համար ուղղակի պետքա կարծում եմ ունենալ մեծ աշխարհընկալում։ Իսկ դրա համար էլի շատ գրքեր պետք է կարդալ։ Գրքերը աշխարհընկալումը ամենաշատը բացող բաներից են ու կարծում եմ շատ կարդալը օգնում է, որպեսզի մենք շատ վերլուծենք։ Դեպքեր լինում են, որ մարդիկ կարդում են գրքեր, որոնք իրարից այդքան էլ շատ չեն տարբերվում, ու ոնց դուք նշեցիք, որ օրինակ ինչ-որ կոնտենտ են ստեղծում, որը որակապես այդքան էլ լավը չի, ու իրանց շրջապատում չկան մարդիկ, ովքեր իրանց ասեն, որ այդքան էլ լավը չի, նույնն էլ գրքերի դեպքում, հա, կարող է իրանց շրջապատում չկան մարդիկ, ովքեր ասեն, ովքեր տան այդ կարծիքը, որ իրանք պատկերացնեն, որ միգուցե օրինակ քանակապես դու շատ ես կարդում, բայց միգուցե կային ավելի լավ գրքեր կարդալու, Այս մասով ինչ խորհուրդ կտաք օրինակ մարդկանց, ովքեր ուզում են մի հատ հետհայաց գցել իրանց կարդացածին ու չափել միգուցե, թե ինչ են ստացել ու ինչ որ բան փոխելու կարիք կա այդտեղ թե չէ։ Իմ պատասխանը շատ պարզ է այս դեպքում, պետք չի կարդալ միայն մեկ ժանրի բան։ Պետք չի կարդալ միայն գեղարվեստական բան։ Պետք է կարդալ տարբեր բաներ։ Ու տարբեր գրողների, չէ՞, երևի նաև։ Հա, իհարկե, տարբեր գրողների ու տարբեր նույն ժանրից նկատնում տարբեր գրողների։ Որովհետև դու նույն ժանրից չես կարող վերցնել ամեն ինչ։ Օրինակ, միշտ ասում եմ, որ Ագաթա Քրիստի մենք երբեք չենք կարդում, որ մեր կյանքը փոխվի։ Մենք կարդում ենք Ագաթա Քրիստի զուտ, որ իմանանք ով է մարդասպան։ Ոայ այնքան հետաքրքիր իմ կյանքը քանի անգամ փոխել է։ Միշտ իր վերջում ինքը ինչ որ sense տակի միտք է ունենում։ Օրինակ, բանը չեմ իշ տրուպ բիբլիոթեկը ոնց որ եթե չեմ սխալվում հա դրա վերջում ինքը ոնց որ ցույց է տալիս որ մարդասպանի ենթագիտակցական ոնց որ խնդիրը այն էր որ ինքը ուզում էր ստեղծել ոնց որ ինքը իր բոգի սինդրոմ ուներ այսպես ասած ու ինքը ուզում էր իրան թվացial լավ աշխարհ ստեղծել բայց ինքը իրականում ուզում էր այդ բոգի սինդրոմը արտահայտել ու դրա պատճառով հասել էր մարդասպանության ու իր այդ վերջին մտքերը միշտ իմ համար շատ խորհուրդ Չէ, բնակ չէ, իհարկե, հենց դրա մասն էր իմ նախորդ ասածը, որ գիրքը անպայման ինչ-որ մտածելու տեղիք պետք է տա, բայց որպես այդպիսի մարդիկ Ագաթա Քրիստի չեն կարդում, որպեսզի իրան գաղափարապես փոխվեն։ Իզուր։ Ավելի նման դեպքերում օրինակ դասական գրականություն կամ չգիտեմ, օրինակ դու Դոստոևսկի կարդում ես նախապես վստահ լինելով, որ ինչ-որ լուրջ
բաներ ես ստանալու այս գրքից, ինչ-որ վերափոխվելու ես կամ չգիտեմ, Բուլգակով ես կարդում, այդ ամենամեծ դասականների մասն եմ խոսում, բայց օրինակ Ագաթա կամ Շերլոկ Հոլմս դեկուր կարդում ես դու էմոցիաների համար, որ վերլուծողական միգուցե մտածողությունը զարգացնես եւ այլն։ Այսինքն տեսեք, դետեկտիվ կարդում ես, քո մոտ վերլուծողականն է զարգանում։ Դասականներին կարդում ես, քո մոտ կյանքի ընկալումն է փոխվում, ինչ որ շատ լուրջ սիրային գործ ես կարդում, օրինակ հասկանում ես մեկ էլ որ դու կյանքում չես սիրել, բայց ուրիշ սեվա փաստորեն սերելնում։ Հոգեբանական գրքեր ես կարդում, դու սկսում ես ինքդ քեզ ճանաչել, որ օրինակ բարկանալուց պետք չի սենց ռեակցիա տալ, սա նորմալ չի։ Այսինքն տարբեր բաներ են տալիս։ Քիչ շատ տավտալոգիա ստացվեց, տարբեր բաներ են տալիս, բայց ասածս այն էր, որ պետքա շատ բազմազանություն ուսումնասիրել։ Սա գրքերից ենք խոսում, իհարկե մնացած ոլորտներում, բոլոր ոլորտներում այսպես, բայց հատկապես գրքերի դեպքում էս այն պատասխանը միշտ, ես էլ որ միշտ ուսանողների հետ հանդիպում եմ, ասում եմ, ես ամենաշատը կարդում եմ դետեկտիվ, թրիլեր, միստիկ, բայց արանքում անպայման կարդում եմ դասականել, non-fiction-ել, կարելի է ասենց ասել 4 հատ թրիլեր եմ կարդում, մի հատ ինչ-որ ուրիշ բան։ Ու դա լրիվ նորմալ է, որ քո սիրելի բանը ավելի շատ է սպառում։ Դասականների հետ կապված շատերի մոտ անկալումը այդպեսին, որ դասականը դժվար է կարդալ ու շատերը դրա համար փորձում են չկարդալ նաև, արդյոք դուք ունեք ինչ-որ մոտեցում դրան, որ ավելի հեշտացնում է այդ process-ը ձեզ համար կամ ավելի հաճելի է դարձնում, որ կարողանաք կարդալ դասական գրականություն։ Ես լրիվ ընդունում եմ այդ փաստը, որ այո, դասականներին դժվար է կարդալ, դա ոչ թե միֆ է, այլ իրոք տենց է, որովհետև դասականները շատ ավելի խորը բաների մասին են գրում, որոնք դու պետք է դժվար կներեք դանդաղ կարդաս, որպեսզի կարողանաս հասկանալ, շատ են նկարագրությունները, հատկապես հին դասականների գործերում, ինչը մենք ներկայիս գրականության մեջ որպես էպսին այդ տենդենսը տեսնենք, որ նվազում է, ավելի շատ գործողությունների վրա է շեշտը դրվում։ Ու չկան այդպես մեթոդներ, որոնք կօգնեն արագ կարդալ։ Չէ, ոչ թե արագ, այլ ամեն դեպքում կարողանալ կարդալ, որ քեզից չթողնես գնաս, որովհետև ինքը շատ դժվար է։ Սրան նաև դասական գրականությանը հետ է մղել աշխարհի զարգացման տեմպերը, որովհետև մենք տեսնում ենք, որ մարդիկ արագություն սկսել են արագ ապրել, հա, ամեն ինչը կոնտենտն արագ կարճացել է, արագ ենք սպառում, ժամանակը անհասկանալի շատ արագ է գնում մեկ օրվա ու իհարկե ստեղ շատ մեծ դեր ունի համացանցի հաստատությունը, ավելի շատ է մեդիա կոնտենտը եւ այդ ամեն ինչը սպառելով մենք չենք զգում, որ ժամանակը շատ արագ է անցնում ու այդ արագության մեջ մարդիկ նաև ուզում են արագ կարդալ, այսինքն այն ժամանակվա պես չի, ասենք սովետի ժամանակ ոնց էր մեր ծնողները, տատիկները, պապիկները կարող է 3 ամիս մի հատ գիրք սենց հավեսով կարդային, ավարտեին։ Հիմա 3 ամսում 1 գիրք կարդալը շատ մեծ շոխություն է թվում, որ մենք կարող ենք ինքներս մեր հանդեպ թույլ տալ։ Դրա համար հիմա եթե համաշխարհային բեսթսելերներն ուսումնասիրեք, իրանց ճնշող մեծամասնությունը շատ արագ կարդացվող են։ Թեկուզ հենց Ալեքս Մայքլիդիսը վերջերս համաշխարհային բեսթսելեր դարձած հեղինակներից իր 3 գրքերն էլ ես կարդացել եմ 1-ից 2 օրում, բայց իրենք New York Times-ում, ասենք, տպվող իրանց մասին գրքեր են։ Ու սա լրիվ հասկանալի է, որովհետև աշխարհը այո ուզում է արագ սպառի, որովհետև ինքը մարդիկ չունեն ժամանակ։ Այնքան բան կա անելու, ուր մնաց մի հատ էլ գիրք կարդալ, ու մենք պետքա բան անենք, փորձենք այնպես անել, որ մարդկանց օգնենք մնալ ընթերցանության մեջ, որովհետև եթե ընթերցանությունն էլ կամաց դուրս կա մեր կյանքից, այդ շատ վատ հետևանքներ կարող ունենա։ Դրա համար նույնիսկ հենց գրողները, շատ գրողներ փորձում են գեղարվեստական գրողների մասնախոսքը, փորձում են այնպես գրել, որ չծանրացնեն ընթերցողի համար, որովհետև ցավոք իհարկե, մարդիկ գիրք կարդալուց, երբ որ հասկանում են, որ լճանում են, դժվար է կամ երկարատևում կամ ինչ-որ ջանքա պետք այդ ամեն ինչի վրա գործադրելու, ուղղակի թողնում են ու գնում են ուրիշ զբաղմուն գտնելու։ Իսկ այդ տենդենսի հանդեպ ձեր վերաբերմունքը ոնց է, որ մարդիկ զգալի ավելի արագ են ուզում, ավելի քիչ ջանք են ուզում գործադրեն որևէ բան։ Ես շատ ռեալիստ մարդ եմ, ես ընդունում եմ իրականությունը։ Ես ասում եմ դա վատ է, բայց սա այն է ինչ ունենք, ոչ թե անդադ բողոքել, կան իրականություններ, որ այլևս փոխել հնարավոր չի։ Հնարավոր է միայն դանդաղեցնել այդ process-ը, ինչը օրինակ կարծում եմ ես ինչ որ չափով կարողացա ի վիճակի եղա անելու, որովհետև հիմա
ինձ այնքան նամակներ են գալիս, որ ասենք ինչ որ մեկը իր աղբորն է նկարել թաքուն գիրքս կարդալուց, ասում են նայ կյանքում գիրք չի կարդացել, ինքը գիրք է կարդում ու կարդալուց հետո ասում են ինչ սրա նման գրքեր կասեք որ կարդանք ու ես չգիտեմ Ագաթա եմ խորհուրդ տալիս կամ ինչ որ Էդգար Ալան Պո ու այսպես մարդիկ սկսում են ինչ որ ընթերցանության հոսքի մեջ մտնել, որ երբեք չէին մտել։ Իմ գրքի որակը հաջողությունը դրած մի կողմ, երբ որ ես կարողանում եմ պատճառ հանդիսանալ, իմ գիրքը կարողանում է պատճառ հանդիսանալ, որ մարդը սկսի կարդալ, այս շատ լուրջ ձեռքբերում է ինձ համար։ Հա, շատ իրոք նույնիսկ sense ոչ ակնհայտ հետևանք է։ Այդ դեպքում, եթե օրինակ դնենք մի կողմ իրականությունը ու իրականության վրա ազդեցություն ունենալը ու մի քիչ քննարկենք հենց այդ տենդենսը, որ մարդիկ ավելի քիչ ջանք են ուզում գործադրեն ինչ որ արդյունք ստանալու համար, այդ դրա հետ կապված ինչ կասեք։ Օրինակ ես մտածում եմ, որ նույն շատ գրքեր, որոնք արագ են կարդացվում, ունեն իրենց դրական կողմը, բայց դրան զուգահեռ ոնց դուք նշեցիք, դասական գրականությունը օրինակ տալիս է ավելի խորը հարցերի շուրջ մտածելու տեղիք, որը չեն տալիս օրինակ այս գրքերը։ Արդյոք այդ դեպքում խորը հարցերը բաց չեն մնում, արդյոք այդ դեպքում կարիք չի լինում, անհրաժեշտություն չի լինում ամեն դեպքում խորը հարցերի մասին մտածելու, թե մեր առօրյան այնքան ծանր է դարձել, որ գոնե գրքերով մենք փորձում ենք այդ առօրյայից փախնել ու չմտածել այդ ծանր հարցերի շուրջ։ Էլի ոչ միանշանակ է, որովհետև արագ կարդացվող գրքերը միշտ չի որ խորը բաների մասին չեն թույլ տալիս մտածել, հենց լրակյաց հիվանդը Ալեքս Մայքլիդիսի, որը 2 օրում նույնիսկ դաժե 2 օրը շատ է, այս գրքի համար կարող ես կարդալ, այնտեղ շատ լուրջ հարցեր կան, որոնց մասին դու կարող ես խորանալ։ Դասական գրականության հատկապես 20-րդ դարի դասական գրականության դժվար ընթերցելու պատճառը նաև լեզուն է, բարդագրած, բարդ լեզվաոճով, լեզուն է իր բարդ բառերի ընտրությունը, հա, եւ այլն։ Ու քանի որ լեզուն գնալով հայրենը հատկապես ու ընդհանրապես բոլոր լեզուները գնալով դառնում են ավելի մատչելի, ավելի ձևափոխվում են եւ այլն։ Տվյալ ժամանակաշրջանի սերնդի համար նախորդ ժամանակաշրջանի իր նույն լեզուն ավելի բարդ է լինում։ Լեզուն անդադ sense փոխվում է։ Դրա համար 20-րդ դարի եւ դրանից առաջ եղած դասական գրականության մեջ նաեւ դժվար ընթերցանության նպաստում է հենց այդ լեզվի ոճը։ Եվ իհարկե դրանից զատ այն ամեն ինչի մասին խոսեցինք։ Ասածս այնա, որ եթե գիրքը արագ է ընթերցվում, դա միշտ չի նշանակում, որ այնտեղ լուրջ գաղափարներ դրված չեն։ Իսկ եթե այն մտքի մասին խոսենք, որ մարդիկ ավելի քիչ ջանք են ուզում դնեն արդյունքի հասնելու համար։ Դե սա էլ է, սրա վրա էլ շատ մեծ ազդեցություն ունի համացանցը, ավելի գուցե ծավալուն թեմա է, բայց առաջինը մտքիս եկավ այն, որ մենք հաճախ ենք տեսնում ինտերնետով մարդկանց, որոնք երջանիկ են, հիմնականում մենք տեսնում ենք հենց այդ մարդկանց, ինտերնետով տեսնում ենք, թե ինչքան մարդը հաջողության հասել են ժամանակը, որ ինտերնետը չկար, հաջողության հասած մարդկանց վիզուալ, որպես այդպեսին միայն հեռուստացույցով կարող էր տեսնել։ Ու ավելի քչերին։ Հա, ու ավելի քչերին։ Հիմա քանի որ ինտերնետը ասենց մեծ ծավալներով ցույց է տալիս, որ ինչ որ մարդ լուրջ հաջողության հասել կամ ցանկացած մարդ կարող է շատ դժվար կյանքով ապրի, բայց ցույց տա միայն իր մի հաջողությունը եւ մենք դա ենք ֆիքսում առանց տեսնելու իր բեքգրաունդը, այստեղ արդեն մեզ մոտ ենթագիտակցական համոզմունքներ են ձևավորվում, որ հեշտությամբ հնարավոր հասնել հաջողության։ Սա է միգուցե նաև նպաստել, որ մարդիկ չուզենան ջանք դնել։ Աշխարհի կանոնները փոխվում են եւ ես ուզում եմ ասել, որ մնում եմ իմ նույն մտքին, որ եթե ինչ-որ բան սիրով ես անում, դու ուզում ես նաև ջանք դնել։ Այսինքն ջանք դնելը վատ չի, միշտ չի որ վատ է։ Հա, ոչ թե վատ, այլ դու անկախ քեզնից ուզում ես ջանք դնել, որովհետեւ դա սնում է քո սերը։ Հա, ես պատկերացրեցի ու դրա հետ կապված ոնց որ ուզում եմ ասել, որ շատ դեպքերում թվում է թե շատ աշխատանքը կամ դժվարությունը ինքը տհաճ բան է, բայց երբ որ սիրում ես, փոխվում է լրիվ դրա անցալումը ու դու արդեն դրան դիտարկում ես որպես հնարավորություն աճելու, միգուցե դրա մեջ, ոչ թե դժվարություն, ոչ թե պատիժ։ Այո։ Եթե նայենք որպես գրողի աչքերով կոպիտ ասած ստեղծագործությանը, ոնց է ձեզ մոտ ծնվում
օրինակ գաղափարը, միտքը, գիրքը ստեղծելու պատմության, հա, ընդհանուր սյուժեի հետ կապված, որտեղից է սկսվում, այսինքն ի սկզբանե կամ մի հատ վերջնական միտք, որին դուք ուզում եք ամբողջ պատմությունը հասցնել, թե գրելու ընթացքում դա հայտնի դառնում ձեզ համար, ոնց են կերպարները ստեղծվում, ոգեշնչվում եք դուք արդյոք մարդկանցով, թե չէ, ինչ եք անում այդ process-ների ընթացքում։ Չկա ինչ-որ հստակ process, որը ես անում եմ ու դրանից իմ մոտ միտք առաջանում։ Ես հատկապես այն ժանրում, որը ստեղծագործում եմ, շատ կարևոր է plot twist-ը, այսինքն ինչից է մարդը ապշելու վերջում։ Ես եթե չունեցա այդ միտքը, չեմ սկսում գրել, բայց երբ գտա թե ինչով եմ ես զարմացնելու վերջում, կամ ով է լինելու մարդասպանը, կամ ով է լինելու մեղավորը, կամ որն է լինելու նրա մոտիվը։ Ես հենց գտա այս հարցի պատասխանը, արդեն սկսում եմ հորինել ու պատմությունը բերել այդ կետին։ Սենց է իմ մոտ աշխատում։ Օրինակ ես լսել եմ, որ Սթիվեն Քինգը այդպես չի, ինքը վերցնում է մի հատ իրավիճակ ու դա ստեղծագործելով գնում հասցնում է վերջին։ Գաղափարի մասով այդպես, իսկ հերոսների, կերպարների մասով շատ է օգնում այն, որ ես իմ զբաղվածություններից ելնելով, մասնագիտությունից ելնելով տարատեսակ մարդկանց հետ եմ շփվում ու երբեք չեմ ստեղծում հերոս իմ գրքում, որի նման մարդ ես չեմ ճանաչում իրականում։ Դա օգնում է հավատալու քո ստեղծածին, որովհետև եթե ստեղծես ինչ-որ մարդ, որը տենց մարդ չկա, ոչ մեկ չի ճանաչում, կամ գոնե մի անգամ չի տեսել նման մարդու, դա ընթերցողի համար շատ արհեստական կլինի։ Այսպես։ Ինչ դժվարություններ են լինում այդ process-ում գիրք գրելու։ Ամենադժվար մասը հենց այդ ապշեցնելու բանը մտածելն է։ Այդ ժանրից է կախված, չէ՞։ Ժանրից ու հատկապես այնքան բան արած է ժանրում, այսինքն ամեն ձև զարմացրել են բոլորին, էլի բոլոր այդ ժանրի հեղինակները։ Ու պետք է նենց բան մտածել, որ իրանցից կտարբերվի, որտեղ անել նույնը ինչ արդեն արված է, շատ դժվար։ Օրինակ Ագաթա Քրիստին այնքան բան է արել արդեն, որ շատ դժվար է նես բան մտածել, որ ինքը տենց հոտ բան չի արել։ Օրինակ Սպանություն արևելյան ճեպընթացունի plot twist-ը իմ համար ուղղակի շեդևր է։ Ես երբ որ կարդացի այդ, ես մինչև վերջ չեմ կարդացել, որովհետև ֆիլմը դուրս եկավ Ջոնի Դեփի մասնակցությամբ, մի անգամից նայեցի ու դրա վերջը երբ որ ես տեսա, ես հասկացա, որ շատ կուզեի ես սա մտածած լինեի, այդքան դուր էր եկել ինձ այդ գաղափարը ու հիմա ես չեմ կարող էլ այդ անեմ, արդեն արած։ Շուտով նաև ձեր գրքերից մեկը կինոյի տեսքով է գնալու, մի քիչ կուզեմ այդ process-ի մասին էլ պատմեք, ոնց է, ինչ դժվարություններ են միգուցե եղել կամ ոնց է եղել այդ process-ը գրքից կինո դարձնելու, արդյոք դուք եք լինելու ռեժիսորը թե այլ ռեժիսոր է լինելու ու արդյոք այդտեղ մտավախություն չկա, որ կարող է գիրքը լինում են չէ դեպքեր, որ կինոն դուրս է գալիս ու ավելի մարդիկ հավանում են գիրքը, միևնույն է, արդյոք այդ մտավախությունը չկա, որ կարող է սենց խնդիր առաջանա։ Իհարկե կա, բայց այնքան մեծ էին մարդկանց արձագանքները, այնքան մեծ էր մարդկանց արձագանքների ալիքը, որ իրանք կարդում էին ու գրում էին, որ շատ կուզեն ֆիլմը լինի, որտեվ որպես ֆիլմ տեսել են, երբ որ մի հոգի ասում շատ կուզեն ֆիլմը լինի 10 հոգի, դա այլ է, բայց երբ որ 10-ը կարդացողից 9-ը ասում է ես ուզում եմ ֆիլմը լինի, նշանակում է այստեղ ինչ-որ բան կա, որը շատ պատկերավոր է իրանց մոտ տպավորվել, ինչ-որ ձև, ինչ-որ բան է հաջողվել անել, որը մարդկանց շատ է տպավորել պատկերացման մեջ իրենց ու մենք մտածեցինք, որ պետք է անենք։ Իհարկե, ինչի է դա տենց, երբ որ հիմնականում ասում են գիրքը ավելի լավն էր, որովհետև մարդիկ այդ հարցի պատասխանը թվում է թե այնա, որ վատ են նկարում ֆիլմը, բայց այդպես չի։ Հիմնականում մարդիկ ասում են գիրքը ավելի լավն էր, որովհետև գրքի քրոնոմետրաժը ինքը մի 10 ժամ է։ Երբ որ դու գնում ես ֆիլմը նայես գրքի, որը մոտապես 2 ժամ է, դու լիքը բան բաց ես թողնում։ Այդ դեպքում օրինակ ինչ են Հարի Փոթերը նորից սերիալ նկարահանում, որովհետև ֆիլմով 2 ժամում շատ դժվար է ցույց տալ գրքի դեպքերը։ Հիմա իրանք սերիալ են նկարանում ամեն սեզոնը մի գիրք, որպեսզի կարողանան գիրքը ոնց կա ներկայացնել։ Սա է պատճառը, որ գնում ես շոր ֆիլմ նայելու, ասում ես գիրքը ավելի լավն է, որովհետև լիքը բան ուղղակի հնարավոր չի տեղավորել 2 ժամի մեջ։ Հələ 2 ժամը շատ եմ ասում, ժամ ու կես է հիմնականում լինում ֆիլմ։ Բայց մենք ուզում ենք անպայման
էկրանավորել գիրքը, որովհետև ունենք շատ լավ ռեժիսոր, ես չեմ լինելու, ես որպես պրոդյուսեր եմ հանդես գալու, ունենք շատ լավ դերասաններ ու մենք նաև շատ լավ հասկանում ենք, որ այս ֆիլմը, եթե լավ անենք, ինքը շատ կարա նպաստի ինտերցիոնության հենց զարգացմանը Հայաստանում, որովհետև լիքը մարդ ասում է դե լավ, այս ժանրում ինչ պետք է գրեն հայերը հանձինս ինձ, բայց երբ որ գան օրինակ այն մարդիկ բնականաբար ֆիլմը ավելի մասսայական սպառում ունի բոլոր տեղերում, քան գիրքը ու եթե գան տեսնեն, որ փաստորեն գիրքը սրա մասին էր, իրանք միանշանակ արդեն կսկսեն հետաքրքրվել մյուս գրքերով եւ այդ ժանրի մյուս գրքերով։ Ու մենք փորձում ենք անպայման նենց անել, որ այս ժանրը, որը ի դեպ գեղարվեստական ֆիլմերի շրջանում առաջինն է այս ժանրում հայկական ֆիլմ, մենք չունենք որպես այդպեսին, ու շատ պատասխանատու բան է, որ մենք կարողանանք այս ժանրում լավ հայկական կինո ստեղծել, այն ճնշող մեծամասնությունը, երբ որ տեսնում ենք կոմեդիա եւ մեկ էլ ուրիշ բան, ուզում ենք ցույց տալ, որ նաեւ այս ժանրը կարա աշխատի Հայաստանում ու կարծում եմ հաջողության կհասնենք։ Իսկ մինչև այս կետը ինչ դժվարություններ են եղել ու արդյոք մտավախություն չկա, որ նրա պատճառով որ հանդիսատեսը սովորա օրինակ նույն կոմեդիա սպառելու խնդիր կառաջանա ֆիլմի հետ ու նաեւ երևի թե որ նա ձեր պլանը, եթե գաղտնիք չի, հա, ֆիլմը ավելի լավը ստանալու, հնարավորինս լավը ստանալու։ Ամենամեծ խնդիրը եւ դժվարությունը ֆիլմ ստեղծելու մեջ դա ֆինանսն է, որովհետեւ ֆիլմ ստեղծելը շատ թանկ է, լավ ֆիլմ ստեղծելը շատ թանկ հաճույք է։ Մենք ունեինք բյուջե, որով կարայինք ֆիլմ նկարեինք, բայց դա չէր լինի լավ ֆիլմ։ Դրա համար մենք արդեն 2 տարի հետ ենք գցում այս պրոյեկտը, որպեսզի ֆինանս ունենանք եւ նաեւ լավ կաստինգ ունենանք, շատ արագ հնարավոր էր անել։ Հենց գիրքի դուրս գալուց ամիսներ անց արդեն մտածում էինք սրա մասին։ Ու կարայինք արագ անեինք եւ այլն, բայց չենք ուզում ենք որակով լինի։ Եվ ստեղ շատ կարևոր է իհարկե Հայաստանի ռեսուրսն էլ է շատ քիչ, ասենք մենք երկար ժամանակ մի հատ կերպարի համար դերասան չէինք կարող գտնեինք, ունեինք մի կերպար, որ իրան համապատասխան դերասան չէինք կարողանում գտնեինք ուղղակի։ Ու սա է օրինակ ռեսուրսի քչությունը եւ այլն, այսինքն մենք պետքա եղածով լավ բան ստանանք, հա, sense ոնց որ շատ խոսակցական ասեմ։ Ու մենք փորձել ենք հենց այդ եղածի լավագույն բաները, լավագույն ռեսուրսները գտնել։ Ուրիշ ինֆորմացիա կամ այս բանի չունեմ, կամ շուտ դժվարությունների մասին դեռ շուտ է խոսել, որովհետև այս բանին հələ հետ նախարտադրողական փուլում ենք։ Ու երևի ամենամեծ դժվարությունները կսկսեն, երբ հենց բուն նկարահանումները կսկսվեն, հետո արդեն մոնտաժ եւ այլն։ Այլ մանրամասներ, դերասանների ընտրություն եւ այլն դեռ չեմ ուզում խոսել, որովհետեւ դա հատուկ հայտարարել եմ, որ մի քանի ամսից նոր պարզ կդառնա։ Իսկ ռեժիսորը Պետրոս Նահովանիսյան եւ Կոլյան, իրանք երկուսով են իրար հետ աշխատում, 1997 production-ն է, շատ որակով տղերք են, շատ ընտիր ճաշակ ունեցող ու ես կարծում եմ, որ իրանց հետ մենք ընտիր բան կստանանք։ Քանի որ ֆիլմի դեպքում ստացվում է, որ գիրքը պետքա դառնա սցենար, ուզում եմ մի քիչ նաեւ խոսենք գիրք գրելու ու սցենար գրելու տարբերությունների մասին, որոնք են այդ նրբությունները գրողի տեսանկյունից, հա, որոնք են այս մասնագիտությունների կարևոր տարբերող հանգամանքները։ Դե սցենարը հիմնականում գրվում է ավելի պիեսի նման, քան վեպի, այսա ամենագլխավոր տեխնիկական տարբերությունը։ Իսկ եթե մարդկանց համար ովքեր չեն պատկերացնում պիես վեպ։ Պիեսն, այսինքն ամեն կերպար խոսքի ժամանակ գրվում է, ասենք, չգիտեմ, Արթուր, տտ, մյուսը պատասխանեց, գրվում է Անուշ, տտ, ու ամեն անգամ, եթե վեպում ասում է ասաց նա, ասաց այսինչը, հրամայեց նա, սցենարում սա չկա։ Գրած ասենք կերպարը ինքը ինչ ասեց եւ ճակերտներում օրինակ կամ փակագծերում գրվում է թե ինքը ինչ ձևով դա ասեց, մի քիչ ուրիշ կառուցվածք ունի։ Տեխնիկականը սա է, իսկ գրքի եւ սցենարի դեպքում, եթե մենք համեմատում ենք գեղարվեստական գիրքը եւ ֆիլմը, գեղարվեստական գիրքը շատ ավելի ծավալուն աշխատանք է, դու պետք է կերպարին նկարագրես, բացես իրան, ընթացքում բնավորության գծեր տաս ու սրա համար էջեր են պետք։ Իսկ կինոյում դա հնարավոր է 1 րոպեում դու կարաս կերպարին, դաժե կարող շատ եմ ասում, կոնկրետ վառ կերպարներ կան, որ կարան մի հատ շարժումով կամ գործողությամբ քեզ օգնեն հասկանալ, թե ինքը ինչ ձևի կերպար է։ Հետևաբար
գրքում շատ հաճախ մի քանի էջը նկարվում է մի քանի վայրկյանում։ Չէ, ալիճ նկարվում են քանի ժամում, բայց դա դառնում է մի քանի վայրկյան։ Էս է հիմնական տարբերությունը, որ սցենարում ավելի քիչ ռեսուրս ես օգտագործում, քան գիրք գրելիս։ Գիրք գրելը ավելի բարդ բան է, քան սցենար գրելը, միանշանակ։ Քանի որ դուք նաև երաժշտական ստեղծագործության ոլորտում կաք, մի քիչ կուզենամ դրան էլ անդրադառնանք ու ընդհանուր ձեր ու արվեստի կապի մասին խոսենք մի քիչ ու առհասարակ արվեստի դերի մասին մեր ներկայիս աշխարհում։ Դե ինձ թվում է արվեստը աշխարհի առանցքն է, ասենց ասեմ։ Ես երբեք չեմ պատկերացնում, որ աշխարհ որտեղ չկա արվեստը, այդ էմոցիաները, այդ չկա կինո, չկա երգ, չկա գիրք, նույնիսկ սարսափելի է այս բանի մասին մտածելը։ Ու ցանկացած բանի մեջ կա արվեստ, եթե շատ sense կա փիլիսոփայական փորձենք պատասխանել, ցանկացած բանի մեջ, թեկուզ sense ամենահայտնի բանի սիրո մեջ կա արվեստ, որովհետև եթե ուղղակի ամուսնական կյանք է, ինչը շատ հաճախ ցավոք պատահում է, դու դրա արվեստը չես նկատում, իսկ եթե իսկապես սեր է, դու հասկանում ես, որ դա արվեստ է, ոչ թե ուղղակի զգացմունք։ Արվեստը կարծում եմ ապրեցնող շատ բան է, մշակույթը, արվեստը, այն էմոցիաները, որոնք մեզ տալիս են, դրանք ստիպում են մեզ այս աշխարհը ավելի շատ սիրել։ Ես անկեղծ օրինակ ֆիլմ նայելուց հասկանում եմ, որ ես այս աշխարհը ավելի շատ եմ սիրում, որովհետև այդքան շատ էմոցիա է ինձ տալիս, իսկ կինոարտադրությունը, կինոինդուստրիան ինձ համար արվեստի ամենավերևներում է, եթե ոչ ամենավերևում, իմ համար շատ սիրելի ոլորտ է ու շատ հետաքրքիր։ Դրա համար ներկայումս ցավոք էլի համացանցի ազդեցություն արդյունքում արվեստի ուժը այնքան մեծ չի, այնքան ինքը ասես ձիգ չի, ոնց նախկինում էր, ասենք ռենեսանսի ժամանակ։ Բայց նաև համացանցը օգնում է արվեստը դարձնել մասսայական։ Շատ բաների մասին, որոնք ես երբեք չեմ լսել, հիմա շատ արագ կարողանում եմ տեսնել, ուսումնասիրել, իսկ ժամանակին պետք էր հանրագիտարան գնալ գտնել, տեսնել կա արդյոք այդ դրա մասին հանրագիտարան թե չէ, կամ ընդհանրապես դու կարող ես չլսեիր դրա մասին։ Ամեն ինչը իր լավ կողմն ու վատ կողմն ունի, ուղղակի պետք է կարողանալ ի վիճակի լինել տարբերակել այդ վատն ու լավը, ու արդյունքում դու կարողանաս եւ լավ արվեստ սպառել եւ հասկանալ արվեստի դերը քո կյանքում ու թե եզրափակեմ հենց միտքս այն էր, որ արվեստը օգնում է ավելի շատ սիրել այս կյանքը։ Ու որպես ամփոփում, մենք ավանդույթ ունենք այսպեսի, որ վերջում հյուրը մեզ լսողներին որևէ հարց է ուղղում, որի շուրջ արժի մտածել ու որի պատասխանը գտնելը ըստ էս կարևոր է կյանքում։ Որն է ինքնաճանաչման հասնելու ամենաարագ ճանապարհը։ Իսկ ինչ որ ուղղորդում ունեք հարցի հետ կապված։ Չէ։ Թե ոնց կարելի է մտածել։ Լավ, մերսի շատ ձեզ, նորից։ Ձեզ էլ մերսի, որ լսեցիք մեզ մինչև վերջ, իսկ մենք եկող շաբաթ չենք հանդիպի, քանի որ սա մեր այս եթերաշրջանի վերջին էպիզոդն էր։ Կհանդիպենք հաջորդ եթերաշրջանում։